Շարունակում է առավոտ լուսով վիկենդը սիրելիներս ու մեր տաղավարում Դե խոստացել ենք չէ հաղորդման սկզբում, որ հայտնի մեր հայրենակիցներին ենք ներկայացնելու իրենց գեղեցկուհի դուստրերի հետ միասին։ Եվ մեր տաղավարում է Սոս Ջանեբեկյանը, շատ սիրված դերասան, եւ նրա գեղեցկուհի Անահիսը, որը նույնիսկ մինչև վերջին րոպեն դեռ մենք չգիտեինք, արդյոք կցանկանա գա հյուրընկալվել մեր տաղավարում թե ոչ ու շատ շնորհակալություն Անահիս, որ դու հիմա եկել ես ու մեր տաղավարում ես։ Բարի լույս։ Այո, բարի լույս։ Եվ հետաքրքիրը որն է, որ դու ես ընտրում մասնակցել որևէ նկարահանման, թե ոչ։ Ես նման բան գիտեմ իսկապես։ Այո։ Հա։ Բայց ես իրան երկար համոզեցի եւ ինքը եկավ։ Երբ որ հեռախոսով էի խոսում այդ ժամանակ, ասես չէ, պապա հավես չունեմ, հետո բայց որ արդեն իրար տեսանք, ես իրան նկարագրեցի, սաղ պատմեցի, ու մենք եկանք, հետո ինքը շատ է սիրում իր պապայի հետ տեղ գնալ։ Բայց նոր մեքենայի մեջ տաքսիի մեջ էի պատմում, որ փոքր ժամանակ մեզ չէին հարցնում, երբ որ պապաս գնում էր թատրոն կամ մենք ուզում ենք թե չենք ուզում, մեր կարծիքը հարթով չկար, անգամից հայտնվում էինք թատրոնի կուլիսներում։ Անահիս, նախ մենք գիտենք, որ դու 7 տարեկան ես։ Արդեն 2 տարի գնում ես դպրոց, չէ՞։ Երկրորդ դասարան ես։ Հա։ Ոնց է դպրոցում գործերը։ Նորմալ։ Նորմալ։ Սիրում ես դպրոցը։ Դպրոցից ավելի շատ ինչ ես սիրում։ Տուն։ Տանտուն է, իսկ նկարել, բա մենք գիտենք, որ դու նաև նկարչուհի ես։ Դու շատ սիրուն ես նկարում։ Նաև վզնոցներ ես պատրաստում, որը հենց այս պահին կրում ես։ Շատ գեղեցիկ։ Լավ, որոշել ես, որ օրինակ մի քանի տարի հետո ինչ ես ուզում դառնալ։ Դեռ չէ։ Իսկ որ որոշես հայրիկին կասես, դեմ չես մի փոքր հայրիկի հետ շփվենք։ Բայց դու մեր հետ նորից շփվելու ես, չէ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինքը ուզում էր նկարչուհի դառնալ, հետո մտափոխվեց, հիմա ինչ որ անորոշ է։ Բայց դեռ երկար տարիներ որոնումների մեջ է։ Հա։ Ինչ որ մի բան եղավ, որ նկարչուհուց ինքը մտքափոխվեց, ինչ որ մի բան կարող նրան գրավել։ Հիշում ես, մի ժամանակ ուզում էի նկարչուհի դառնալ, հետո մեկ էլ որոշեցի չէ, հետո ինչ ուզեցի, մոռացել ենք երկուս։ Երգչուհի։ Բայց դեռ ժամանակ ունես ընտրելու։ Դերասանուհի։ Չէ։ Արվեստի շուրջ պատտվում։ Հա, ինչ որ արվեստից սկսում չեն գալի։ Գուցե արվեստի մասին կարող չի խոսակցությունը։ Գուցե Անահիսը մի օր որոշի դառնալ ծրագրավորող, օրինակ։ Ռոբոտներ, օրինակ, պատրաստես։ Չէ։ Թռչող ինչ որ մի բան։ Չէ։ Լավ, դու կորոշես այդ հայրիկը ոնց կասի։ Իսկ ինչ փոխվեց քո կյանքում սոս հայր դառնալուց հետո։ Ամեն ինչ ու մի անգամից։ Դե սկզբից անորոշություն էր ինչա լինելու։ Հետո երբ որ եղավ, հասկացա ինքնաբերաբար, որ իմ կյանքը փոխվում է։ Փոխվում է, գալիս է մեծ պատասխանատվություն, գալիս է ինչ որ մի շատ կարևոր բան, որը ահավոր շատ էներգիա ջանք ու ուշադրություն է պահանջում ու հետևաբար սկսում են անպետք եւ քեզանից էներգիա ու ջանք ու ուշադրություն պահանջող այն անկարևոր երևույթները իրանք հեռվանալ, պակասել, հետո սկսում ես հասկանալ, որ դու պետք է քեզ հետևես, պետք է ուժեղ լինես, պետք է առողջ լինես, պետք է վատ սովորություններից հրաժարվես, որոնք երևի քեզ գայթակղել էին բոհեմային կյանքում, այդ կամ գուցե դարձել էին արդեն ապրելակերպ, բայց արդեն կա կա, որովհետև ինքը երբեք չի ների, որ դու գիշերը ժամ 5-ին ինչ որ մի բարից եկել ես ու առավոտյան չես կարողանում արթնանաս, բայց ինքը ուզում է որ իր հետ նկարես։ Հետո որ դու միշտ լինես իր կողքը, որ հանկարծ ինչ որ քո հետ ինչ որ մի բան չլինի, հոգնած չլինես, ուժդ միշտ տեղը լինի, որ կարողանաս գրկես, երբ ինքը ուզում է իրան գրկես, որ ուժեղ լինես, առողջ լինես, երկար ապրես, որ անընդհատ իր կողքը լինես, որովհետև դու որ նայում ես իրան ուզում ես միշտ լինես, որ պահին հանկարծ եթե օգնության կարիք ունեցավ, այդտեղ լինես ու սկսում ես քեզ լավ նայել, սկսել եմ ինձ լավ նայել այդ օրվանից հետո։ Ես ու Անահիսը լուր հետևում էինք դուստրեր ունեցող երկու հայրիկների միջանձնային փոխհարաբերությունների։ Ինչ որ կիսվում էինք, շատ անմիջական, այսպես էլ ստացվեց։ Բայց ամենակարևորը, որ հատկանիշները կուզենաս առանձնացնել որպես հայր, որը պարտադիր է, որ յուրաքանչյուրին հարգող հայր պետք է ունենա։ Լինի պատասխանատու, առողջ, դե հայրը առողջ պետք է լինի։ Աղջկա, առավել եւս աղջկա դեպքում, առողջ եւ ուժեղ։ Առողջ, ուժեղ,
Սիրով լի, ուշադիր եւ միշտ օրինակ Անահիսի դեպքում ամենահրաշալի բանը ինձ հետ տեղի ունեցավ կարողանալ դուրս գալ այս հեռախոսների կախվածությունից, կարողանալ դուրս գալ իմ այդ անverջ կոմֆորտ զոնայի մեջ մնալ, երբ որ ես տանն էի, ես կամ քնած էի, կամ հեռախոսի մեջ էի, կամ ուրեմն ես գործի էի։ Տանը ես ուրիշ բան չէի, բայց արդեն երբ որ մենք իրար հետ puzzle էինք հավաքում, երբ որ մենք իրար հետ պլաստիլիններով էինք խաղում, երբ որ մենք նկարում էինք, երբ որ ինչ-որ բազմաթիվ խաղեր կային, որ իրար հետ խաղում էինք տանը կամ գնում ենք հեծանիվ քշելու կամ գնում ենք սամокат քշելու, անընդհատ կարողացա դուրս գալ իմ կոմֆորտ զոնայից, որտեղ դա բարդ բան է իրականում։ Ես չեմ ուզի ինքը իմանալ, բայց դա շատ բարդ բան է 2 ժամ կամ 3 ժամ զբաղվել ու խաղալ ու անել այն, ինչ ուզում է ինքը, ոչ թե անել այն, ինչ դու ես ուզում, մանավանդ այս աշխարհում, որ ամեն տեղից քեզ ուշադրությունը հաշեղում է, հեռախոսը ուզում է ուրիշ տեղ տանի, ինչ-որ մի նամակ է գալիս, այդ նամակից հետո ուրիշ նամակ է գալիս ու դու անընդհատ շեղվում ես իր հետ։ Եվ վերջը երկար տարիներ մենք այդ նույն սովորությունով ենք ապրել։ Հիմա արդեն գիտակից ու հասուն տարիքում պետք է ինչ-որ մի բան փոխվի, պետք է պարտադիր կերպով պետք է փոխվի, ու մի քիչ դժվար ենք համակերպվում երբեմն այդ փոխվելը, բայց համակերպվում ենք։ Ամենավերջում տենց երջանիկ երբ որ դու այդ 3 ժամը կամ 4 ժամը կամ ամբողջ օրը իրար հետ անցկացրել ենք, երբ որ դու պարկում ես միակ տեղն է, որ անկեղծորեն խիղճդ հանգիստ դու վստահ ես, որ կորած տեղ չի, էլի։ Հենց ամենակարևոր տեղն է գնացել քո ամբողջ էներգիան, ուշադրությունը, միտքը, մի խոսքով ու ժամանակը։ Այնուամենայնիվ հարց ունեմ, հայրական պատասխանատվության շրջանակներում այդ ամեն ինչը տեղի ունենում, թե հեծանիվ քշել ես, բոսնելը ձեզ շատ հաճախ տեսնում ենք քաղաքում այդ ամեն ինչը ինչ որ պահից նույն վերածվել է եւ պապայական ցանկության, ոչ միայն պատասխանատվության։ Բնականաբար ինքը մեծ ցանկություն է, մեծ իր ուրախ դրվագներով ու ուրախ պահերով, բանց, հա։ Իհարկե, դրա ցանկությունն էլ է լինում բացի պատասխանատվությունից, բայց ամենասկզբից մկանավանց է կամ ինչ որ բան որ աշխատացնում ես, ամենասկզբից պետք է քեզ դրթես դրան գնալ, որովհետև դու դեռ չես արել ու դա չգիտես ինչ է։ Երբ որ անում ես, արդեն ընթացքում նոր սկսում ես հասկանալ ինչ մեծ ուրախություն, ինչ հավես է ու ինչ երջանկություն է դա քեզ պատճառում։ Հրաշալի։ Իսկ ինչպես ընտրվեց հենց Անահիս անունը։ Անահիս անունը ինչպես ընտրվեց։ Ես ուզում եի Անահիտ, մորս անունով, բայց մայրս ուներ կեղծ անուն, երբ որ ինքը հոդվածներ կամ ինչ-որ բաներ էր գրում, Անահիս Սարյան, այսինքն որտեղ չէր գրվում Անահիտ Աղասարյան, գրվում էր Անահիս Սարյան։ Հետո ես Անահիս անունը շատ էի սիրում իր հնչողությամբ, փոքրուց, միշտ մտածում էի, որ ունենամ աղջիկ, անունը դնելու եմ Անահիս, որ ունենամ տղա, անունը դնելու եմ Միքայել։ Ու ծնվեց աղջիկ, ես անունը դրեցի Անահիս։ Դու սիրում ես քո անունը։ Քեզ դուր գալիս է քո անունը։ Շատ գեղեցիկ անուն ունես իրականում։ Մենք վստահ ենք ինչքան բան ես դու սովորել Անահիսից։ Պատմի մեզ դրա մասին։ Սովորել եմ լինել պահի մեջ։ Այդ պահին ինչ որ բանով լիարժեք զբաղվել ու խաղալ։ Սովորել եմ ծնողներին հասկանալ, չգիտեմ ինչքանով սովորել եմ թե չէ, բայց հիմա օրինակ իմ ու ցավոք հայրիկս չկա, բայց իմ ու մայրիկիս փոխհարաբերությունների մեջ արդեն ծնողի դիրքից եմ կարողանում նայել կոնկրետ դեպքին ու միջադեպին ու ինչ որ եթե ինչ որ դրվագ կա ու ինչ որ փոխհարաբերություններին կամ փոքրիկ բաներին վիճաբանություններին կամ ինչ որ անհամաձայնություններին արդեն կարողանում եմ նայել նաև ծնողի աչքով այդ իրավիճակին Անահիսից դե շատ բան եմ սովորել այն ինչ որ խոսացի մինչ այս այդ դրանք սա սովորել եմ էլի Համաձայն եմ բանկերս ասած սովորել եմ իմ անձային կողմ դնել էգոիզմ դիմաց կրվել սովորել եմ անձնազոհություն եմ սովորել ու նաև այդ մնացած է էլի որ թվարկեցի սովորում եմ առողջ լինել ինձ լավ նայել սովորում եմ սիրելու հետ մեկտեղ ամենակարևորը ինչա չէ սիրել առաջին հերթին ճանաչել ու ընդունել է ինչ որ բան ճանաչել ու ընդունել այնպիսին ինչպիսին ինքը կա երբ ընդունեցիր այնպիսին ինչպիսին ինքը կա նոր ժամանակ կարողանաս սկսել սիրել նշանակում է ընդունել ինձ համար սովորում ես ընդունել որովհետև այդ միակ բանն է որ պետք է ընդունես եթե ինչ որ բաներ հնարավոր է որ ինչ որ բաների հետ անհամաձայն լինես ու իրան չընդունես այդ միակ բանն է որ հենց տենց ընդունես որովհետև հենց այդ քոնն ու այդ ամենալավն է Ինչ որ բան եք դուք պատրաստվում անել
Մենք գաղտնի պայմանավորվածություն ունեցանք Անահիսի հետ այս ընթացքում, ինչ դուք ջերմ շփվում էիք, մենք ուզում ենք նկարել։ Մենք հիմա կխնդրենք Ռուբենին, մեզ կմոտեցնի կախարդական թուղթն ու կախարդական գրիչը կամ ինչ որ գտնես մեր տաղավարում։ Դե ասա աբրակադաբրա։ Աբրակադաբրա։ Ապրես։ Մախտացանը ոնց որ մի քիչ կտրվել է։ Ինքը մրսել է։ Ինչա պապաները կզրուցեն, իրենք երկուսն էլ պապա են։ Դու կնկարես, բայց կպատմես ինձ ինչ ես նկարում։ Մեկ թուղթ, երկու թուղթ, ինչքան կուզես կարող ես հանգիստ նկարել, մենք ես չենք խանգարում։ Ես բայց կուզեմ մինչև նկարելը Անահիսը պատմի մեր իրար հետ անցկացրած ամենահետաքրքիր օրը համար որն է եղել։ Ծնունդը։ Ում ծնունդը։ Պատմի։ Արթնացանք, չես հիշում։ Մենք արթնացանք։ Լավ, որտեղ անցավ ծնունդը, ու ինչն էր ամենահավեսը։ Քաղաքից դուրս։ Ինչն էր ամենահավեսը։ Բասեին։ Լողավազան։ Դու ընկերուհիներիդ հետ, քո հասակակիցների, դուք իրար հետ լողում էիք, այն փուչիկների մեջ ով լողալ չգիտեր։ Փրփուր փարթի էր։ Իսկ որտեղից էին ընկերներդ, որտեղից էր կանչ։ Երկու հատ մանկապարտեզից։ Երկու հատ դպրոցից։ 3 հոգի էլ։ 3 հոգի էլ։ Պապայի ընկերների երեխեք։ Հա։ Էս երբ է քո ծնունդը Անահիս, մենք չգիտենք։ Օգոստոսի 23-ին։ Օգոստոսի 23-ին։ Օգոստոսի 23-ին է քո ծնունդը։ Այո։ Ամենալավ եղանակն է այդ ժամանակ լինում։ Ամենատակ։ Որ կարելի գնալ Սևան, որ կարելի գնալ Լողավազան, որ կարելի փրփուր փարթի կազմակերպել, որ համով մրգեր կարելի է ուտել, որ բոլորը արցակուրտի մեջ են, չէ՞, ոչ մեկ դպրոց չի այդ ժամանակ։ Չեն ասի դասի որ կարող է քաղաքում չլինել։ Հա, բայց դե նախապես կարելի է զգուշացնել։ Հա, բայց միշտ բոլորը քաղաքում էին Անահիսի ծնունդին։ Իսկ ամենա քո սիրելի զբաղմունքը, որ հայրիկի հետ ունենում եք։ Այդանի։ Մեծանի։ Դուրս եք գալիս քաղաքում եք քշում։ Մենակ Անահիսն է քշում։ Ու հետաքրքիրն է փոքր կողքի երկու ինքն դրանով քշեց մի քիչ, ինչ որ մի շրջան դրանով քշեց, հետո ես հիշում եմ իմ մանկությունը լավ մի րոպե ես ոնց եմ հեծանիվ քշել սովորել, որտեվ հայրս այդ իր համար ինչ որ կարևոր բաներ կար, լողալ, հեծանիվ քշել, մեքենա քշել, շախմատ խաղալ, ինչ որ բաներ կար, որ դրանք պարտադիր սովորացնում էր մեզ բոլոր իր տղաներին։ Ինչ որ բաներ կար, որ պարտադիր լողալ, պարտադիր պետք է իմանալ սար բարձրանալ, սար իջնել, ձիգշել, չգիտեմ, շախմատ խաղալ, դրանք միշտ սովորեցնում էր մեզ, ու ես հիմա ուզում հիշեմ, ասում եմ, լավ, ես ոնց եմ սովորել հեծանիվ քշել ու հիշում էի։ Հիշեցի, որ մի 3 օր հայրս ինձ անընդհատ իջացնում էր բակ ու այս նստատեղի այս հետևի հատվածից բռնում էր, ես քշում էի, թողում էր, գնում էի։ Հետո գնում էի, հետո գնում էի, հետո հիշում եմ կյանքից մեծ որ հայրս թողեց ու ես գնացի ու գիտե ինքը բռնել է, երբ որ նայեցի, տես ինքը հերվում է ու ես հասկացա, որ ես մենակ եմ քշում ու տենց քշելով գնացի ու նույնն էլ եղավ Անահիսի հետ։ Մենք բանում էինք։ Ինչ։ Զոյի հետ։ Հա, Զոյի իրանց դասարանից ոնց եղավ պատմի։ Ինքը պուջուր հեծանիվ ուներ առանց կողքիակերի, քշեցի ստացվեց։ Ինքը գնաց էլի նստեց, սենց էլի նույն կերպ սենց բռնեցի, թողեցի, բայց մի անգամից։ Ես 3 օրում էի սովորում, ինքը մի օրում սովորեց։ Դե աղջիկները շուտ են սովորում։ Սովորեց ու ես նենց ուրախացա, որովհետև այդ միակ բանն է, չէ՞ որ այդ օրը կարող ես սովորացնել, 1-2 ամիս հետո ինքը էլի կնստի ու կքշի։ Չէ, հետո դա այն պատմություններից է, որ միշտ մնալու է հիշողության մեջ։ Անահիսի առաջի անգամ ինքնուրույն, չգիտեմ, հեծանիվ վարելը, Անահիսի առաջին անգամ քայլելը առասարակ, Անահիսի առաջի ինչ է եղել առաջի բառը։ Առաջ յա։ Եթե դա բառը։ Դե հիմա արտահայտությունը արդեն յա։ Այդ մայրս ասում, որ էլի առաջին եղել է յա։ Ես հիշում եմ, որ եղել է պապա։ Իմ բախտը բերեց, որ ես կարողացա հենց այդ պա տենց արձանագրեմ։ Ուղղակի տենց տեսաձայնագրում էի, պապա, չէ՞։ Ես էլ եմ հիշում, պապա ու ֆիքսել եմ ապացույցներով կարող եմ ասել, որ չի ասել ոչ մի բան։ Քաղցր հիշողություն եմ այդ նյութը, ասում ով ասեց ես դիպլոմ չունեմ, կորցրել եմ։ Հիմա այդ նյութը, որ ուզում եմ կորցրել եմ, պետքա գտնեմ։ Անահիս, դու սկսիր նկարել, մենք ես չխանգարենք։ Իսկ մենք կամաց մոտենանք կարծես թե մեր զրույցի ավարտին։ Հետաքրքիր է օրինակ, Սոս, որ միտքը կուզես, որ Անահիսը միշտ հիշի ու երբևէ չմոռանա։ Որ իրան պետք է շատ սիրի, բոլորից շատ։ Բոլորից։ Իր երեխաներից, իր ծնողներից, իր ընկերներից, իր ամուսնուց, բոլորից շատ պետք է իրան սիրի։ Իսկ դու ինչ կուզես նրան սովորեցնես։
որ իրանից ինչ հիշի կամ որ երբեք իրանից հեռու չլինի, սովորեցնեմ, որ միշտ իրան մոտ լինի, ինքը իրան, որ ոչ մի բան էս աշխարհում, ոչ մի սուբյեկտ, ոչ մի իրան ճակատագրով հանդիպած մարդիկ երբեք չկարողանան իրան իրենից հեռացնել։ Եվ օրվա խորհուրդը պահպանելով աղջիկ երեխայի դաստիարակության մեջ, մասնավորապես հայ հասարակությունում, ինչ առանձնահատկություններ են պետք դաստիարակության, որ որպես անհատ աղջիկ երեխան կարողանա դրսևորվել հասարակության մեջ։ Ես ճիշտն ասած տենց դաստիարակության մեջ չեմ խորացել, ինչպես դաստիարակել, ինձ թվում է պետք է սիրել, պետք է այնպես անել, որ ինքը իրան սիրի, պետք է այնպես անի, որ ինքը այնպես անես, որ ինքը չանի այն, ինչ չի ուզում, որովհետև մեր մանկության մեջ օրինակ շատ տարածված էր, չէ, որ մենք ստիպված էինք, որ մեր հայրիկի ընկերները մեր թշերից քաշեն, կամ այստեղ ինչ-որ բան ցույց տան, դու նայիր քիթը ուժեղ բռնեին ու այդ քեզ դուրս չգար, ու այդ անձնական տարածքը երբեք դու չես կարողացել այն սերնդում կարողանալ պահպանել։ Հիմա եթե իր դեմքին դուրս չի գալիս որ կպնեն, ես ասում ով ուզում է լինի, Անայիս իմ ընկերը լինի, իմ մայրիկի ընկերուհին լինի, եթե քեզ տհաճ է որ քո դեմքին կպնում են կամ քեզ համբուրում են, ասա որ քեզ դուրս չի գալի, այսինքն կարողանալ ասել այն, ինչ իրան դուրս չի գալիս, շատ կարևոր է այդ, երբեք մեղավոր չզգա այն բաների համար, ինչ ինքը մերժել է, կարողանա իր ցանկություններին տեր լինի, կողմնորոշվի եւ ամենակարևորը որ ինքը իմանա այս մինչև մեծանալ իմանա որ հայրիկը միշտ իր կողքն է ցանկացած դժվար պահի։ Ինչ նկարաշալի։ Սիրուն նկարով էլ պետք է եզրափակել սիրունագույն զրույցը։ Այստեղ գրեցեք Անայիսից առավոտ լուսնային։ Այո, անպայման պետք է մակագրել, պետք է նույնիսկ օրը պետք է ֆիքսենք։ Առավոտ։ Ճիշտ է, այսօր կամ Անայիսից մեր։ Քո տոնն է, բայց այստեղ դու ես մեզ նվեր տալիս։ Այստեղ գրի Անայիսից։ Նա խապրին է։ Պատասխանատու եւ լարված սոսը նայում է։ Ահա։ Անայիսից։ Հրաշալի, իսկ կստորագրես։ Լավ է ես կանեմ։ Այսինքն մի հատ A ես անում ու Ջ։ Այս դեռ քո ստորագրությունն է։ Մինչև տեսնենք ինչ ալի։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Սա շնորհակալություն որ մեզ հետ եք այս կարևոր օրով։ Անայից մենք մաղթում ենք որպեսզի այսօրվա քո օրը նույնպես տոնական անցնի, վառ տպավորություններով, լավ ու քաղցր դրական հուշերով, ինչը վստահ ենք հենց այդպես է լինելու է, ու շատ շնորհակալություն որ հայրիկին չմերժեցիր, հայրիկն էլ մեզ չմերժեց եւ դուք մեր տաղավարում հայտնվեցիք։ Ես էլ բոլորին մաղթում եմ որ այն հրաշքը ինչ տեղի ունեցավ ինձ հետ, աղջիկ երեխան, թող բոլորի կյանքում այդ պարտադիր լինի։ Շատ շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա շարունակություն, իսկ մենք շարժենք առաջ։ Մենք կվերադառնանք քիչ անց։ Մնացեք մեզ հետ։